Օրվա տոնական միջոցառումների շարք շարունակվում է և կենտրոնում կրկին երեխաներն են։ Այսօր կենդանաբանական այգու փոքրիկ հյուրերը, որոնց համար այգու մուտքն անվճար էր, կենդանիներին տեսնելուց զատ նախ իրենց ուժերը փորձեցին նկարչության մեջ։ Այստեղ տոնի առիթով վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը արդեն 4-րդ անգամ իրականացնում էր համահայկական նկարչական մրցույթ։ Նկարել եմ թիթեռ, արևի շողերի տակ և ծաղիկը, վարդ է, որ այն թռչկոտում է ծաղկից ծաղիկ և այսքանը, արևն էլ ժպտում է թիթեռի։ Յուրովի շարժում է դարել էկոլոգիական երիտասարդների, պատանիների մի շարժում, ովքեր իրենց ձայնն են ուզում բարձրացնել մաքուր շրջակա միջավայրի համար, կենդանական աշխարհի համար, թե Հայաստանում, թե տարածաշրջանում։ Անցյալ տարի թվով շուրջ 3000 պատանիներ և երիտասարդներ էին մասնակցել, այս տարի հուսով եմ թիվը կհասնի մինչև 5000-ի։ Կենդանաբանական այգու այցելուներին նկարչական տոնից բացի այլ անակնկալներ էլ էին սպասվում։ Կենդանի երաժշտություն հենց երեխաների նվագակցությամբ, թատերական բեմադրություններ, բազմաբնույթ խաղեր։ Երեխաներն այնքան էլ չէին հասկանում, թե ինչու են մեծահասակները կոչ անում պաշտպանել իրենց, նրանց պահանջն ավելի շատ կենցաղային էր։ Եթե իրենց մայրիկների հետ են, ոչ, որովհետև ոչ մի բան չի կարող նրանց խանգարել, իսկ եթե մայրիկների կամ ծնողների հետ չեն, ապա պետք է իրանք իրանցով պաշտպանվել։ Ծնողներին իրենց ավելի շատ տեղեր տանեն, հետո իրենց ավելի ազատ կան։ Օրինակ նվերներ տային։ Նկարչական մրցույթը կշարունակվի մինչև սեպտեմբերի 1-ը, իսկ արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 14-ին։ Նելի Լազարյան, Արամ Մնացականյան, IPV։